Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Գայլյան, կներեք, դուք ասում եք, որ հատուկ մարմինները միայն գաղտնալսելու իրավունք ունեն եւ դա ինչ-որ գործառույթների շրջանակներում լինի։ Կներեք, բայց մենք տեսնում ենք, որ այդ գաղտնալսումները հրապարակվում են իշխանական կամ իշխանամերձ հարթակներում եւ արդեն ակնհայտ է, որ դա եթե ինչ-որ գործի շրջանակներում է եղել, ինչու իրավապահ մարմինը չի հրապարակում, այլ լրատվամիջոցները։ Ես չասացի, որ հատուկ մարմիններն ունեն միայն հնարավորություն, ես ասացի, որ իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Օրեր առաջ մենք ականատես եղանք, որ Հովանավանքում ցուցարարները կամ ներկաները հարվածում էին լրագրողներին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, խոչընդոտում, որպեսզի աշխատանքի լրագրողական մասնագիտական գործունեություն ծավալի, այս ամեն ինչին դուք ինչ գնահատական կտաք, միջև մա քրեական գործ հարուցված չէ եւ նաեւ նկատել էր, որ ոստիկանությունը դիտորդի դերում էր եւ չէր փորձում կանխարգելել գործողությունը։ Ցանկացած գործողության, որը իրավաչափ չէ, ես վատ եմ վերաբերում։ Դա է իմ գնահատականը։ Ես չգիտեմ, քրեական գործ հարուցված է թե ոչ, եթե կան համապատասխան հատկանիշներ, վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի։ Ես արդեն տվեցի իմ գնահատականը, ասացի, որ ցանկացած բռնարարքին, լիազորությունների ցանկացած վերազանցմանը ես վատ եմ վերաբերվում, եւ դա իմ գնահատականն է։